Բարև ձեզ։ Նոր տարին սկսվել է նոր մարտահրավերներով, աշխարհի առայժմ միակ գերտերության Միացյալ Նահանգների կողմից միջազգային իրավունքի հիմնարար դրույթների ոտնահարմամբ եւ տարբեր ուղղություններով անդադար հնչող սպառնալիքներով։ Քրեական դրամա հիշեցնող ռազմաքաղաքական իրադարձությունների գլխավոր դերակատարը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էր, որը նախապես ծրագրավորված սցենարով Վենեսուելայի նախագահի եւ նրա կնոջ ձերբակալություններից եւ առանց միավորված ազգերի կազմակերպության բանաձևի ինքնիշխան երկրի վրա օդային հարձակումներից հետո հայտարարեց, որ պատրաստ է միջամտել Իրանի ներքին լարված իրավիճակին ու քաղաքացիական բախումներին, ինչպես նաև վերստին հայտարարեց Գրենլանդիան բռնակցելու իր մտադրության մասին։ Ինչ նպատակներ են հետապնդում այս բախումներն ու ձերբակալությունները, ինչպես դրանք կանդրադառնան մյուս աշխարհաքաղաքական կենտրոնների գործելակերպի եւ համաշխարհային տնտեսության վրա։ Այս թեմաների շուրջ ենք այսօր Հայրենիք մեդիայի եթերում զրուցելու քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղևոնդյան, շնորհակալ եմ մեզ մոտ հյուրընկալվելու համար։ Պարոն Ղևոնդյան, սկսենք Վենեսուելայից, ինչպես կգնահատեք Միացյալ Նահանգների գործելավոճը Վենեսուելայի նախագահի եւ նրա կնոջ նկատմամբ։ Ի վերջո, ինչ նպատակ են հետապնդում այս միջազգային իրավունքի բոլոր նորմերին հակասող գործողությունները։ Հետևելով թեպետ նախագահ Թրամփի այս ցինիկ գործողություններին, մասնավորապես ձերբակալություններին էկրանից հետևելը, թռիչքի մասին այդ մեկնաբանությունները, խայթող տպավորություն է ստեղծվում, թե Թրամփը հերթական անգամ շոու էր կազմակերպել իր անձը արժևորելու համար։ Արդյոք նաև այս փաստն է այստեղ գործում։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարի լիդերի վարքաբանությունը տեղավորվում է այնպիսի կերպարի մեջ, որտեղ այդ անձի եսի գաղափարը միշտ եւ ամեն ինչի մեջ առաջնահերթ կարեւորություն է ունենում, եւ դրա վարքը դրա մասին ակնհայտորեն ցույց է տալիս, հոգեբանները այդ մասին վաղուց են ֆիքսել եւ մենք ինքներս էլ ենք տեսնում, ավելին ասեմ, ինքը այդ ամեն ինչը ի ցույց էլ է դնում։ Ինքը հարուստ յանկի ամերիկացու կերպարի մեջ է դրսևորվում եւ աշխարհին ուզում է ցույց տա, որ ես եկել եմ Ամերիկայի շահերը բոլոր հնարավոր գործիքներով առանց հաշվի առնելու գործընկերների կամ հակառակորդների կարծիքները իրացնել, Այդ դուք նշեցիք ՄԱԿ-ի ռեզոլյուցիաներ եւ այլն, սա առաջին դեպք չէր իհարկե, մենք ունեցել ենք Հարավսլավիայի քեյսը եւ նաեւ այլ քեյսեր ենք ունեցել, նախադեպեր ենք ունեցել։ Այս պարագայում ուղղակի իրական քաղաքականություն, որը միշտ կա, այդ թվում նաեւ երբ որ ԱՄՆ-ն ինչ-որ մեկի հետ բանակցում է, ինքը այնտեղ էլ է իր ուժը ցույց տալիս։ Ուղղակի այդ ամեն ինչը անում է նուրբ գործիքակազմով, ընտրված բառերով, որպեսզի չվիրավորի, ինքնասիրությունը չվտանգի հակառակ բանակցող մյուս կողմին։ Այս պարագայում առանց այսպես թեթևեթանքների մտան Վենեսուելա, իրենց արժեվ դրած խնդիրը լուծեցին եւ դուրս եկան, բայց պետք է հասկանալ, որ այս երևույթը մի շարք այսպես հետևանքներ ու խնդրալույց իրավիճակներ կարող է ծնել։ Նախ վտանգավոր նախադեպ այն ինչ որ կարելի է ԱՄՆ-ին արդյոք կարելի է Ռուսաստանին, Չինաստանին եւ այլ պետությունների, որտեղ այդ բոլոր պետությունները ունեն այդպիսի հնարավորություններ, մեղմ ասած ունեն եւ ունեն խնդիրներ, որ կարող են այդ գործիքակազմով լուծել, թե Ռուսաստանի պարագայում, թե Չինաստանի պարագայում։ Երկրորդը, արդյոք ԱՄՆ ինչպես արձագանք ցույց կտա, եթե այդ պետությունները Ռուսաստանը, Չինաստանը այդպիսի քայլեր ձեռնարկեն, թե դա միայն ԱՄՆ-ի այսպես պրերոգատիվն է, այսպես առաջնա իրեն է թույլ տված, մենաշնորհն է։ Հաջորդը, ինչի հիմա եւ ինչի Վենեսուելա եւ ինչով է դա պայմանավորված, Վենեսուելայում իրավիճակը տնտեսական առումով բավական բարդ էր, նավթի վաճառքների հետ կապված խնդրալույց իրավիճակներում, իսկ անբարները ուղղակի լցված էին։ Այդ երկրում կար ակտիվ ռազմահայրենասիրական պոպուլիզմ, որով զբաղվում էր Մոդուրոն, բայց ակնհայտ էր, որ այդ երկիրը ունի նաև հակաօդային պաշտպանության համակարգեր եւ այլն եւ այլն։ Ընդ որում այդ համակարգերը շատ լավ աշխատելու են այն ուղաթիռների նկատմամբ, որոնցով ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները մտան այդ երկիր եւ հետեւաբար հիմնական հարցը ինչի այդ ամեն ինչը չգործարկվեց, չնայած ֆեյք նկարներ էին գցել։ Աղելով ասած չաշխատեցին ձեր։ Բացարձակ դա իրականության հետ ոչ մի աղերս չունի, ավելին ասեմ, այսպիսի քայլերի պարագայում նախ իրականացում է երկար նախապատրաստական աշխատանք հետախուզական ծառայությունների մակարդակով,
գեներալիտետ գնելով առանձին ստորաբաժանումների ղեկավարները իրենց քայլերը, որոնք նախատեսվում են բանակային կանոնակարգերով ուշացնում են եւ այլն, հա։ Այս 300 բուկ համակարգերի իբր խոցված, այսպես ջարդոն դարձած ֆոտոներ էին տարածում, դա շատ նորմալ, շատ քարոզչական ակտիվ աշխատանք է ընդդեմ Ռուսաստանի, հա, իդեպ այդ կապի միջոցներն չինական են եւ այլն։ Դրանով նաեւ ԱՄՆ ուզում էր ցույց տալ, որ մենք կարողանում ենք ձեր լավագույն, այսպես ասած, մոդելները, զինտեխնիկայի, հակաօդային պաշտպանության կապի միջոցների մի քանի րոպեում խոցել, բայց իրականությունը ընդհանրապես դրա հետ ոչ մի կապ չուներ։ Այդ ամենը խոսվել է հետագայում ցույց տալու համար, ավելին ասեմ, ուժային կառույցները ենթադրելի դիմադրություն ցույց չեն տվել Մադուրոյի, այսպես ասած, պատանդ վերցնելու առևանգման այդ process-ի ժամանակ։ Այսինքն կար առնվազն որոշակի դավաճանական էլեմենտ ուժայինների մի որոշակի մասի մոտ։ Եվ վերջապես այդ երկրում կա նաև ամեն դեպքում որոշակի ընդդիմություն եւ կառավարության, օրինակ փոխնախագահի մոտ կար հստակ վախ, որ ինքը կարող է արժանանալ նույն Մադուրոյի ճակատագրին, միգուցե նաև շատ ավելի, այսպես բացասական հետևանքներով։ Դա էր պատճառը, որ իրենք արդեն համաձայնվեցին ԱՄՆ-ի հետ, այսպես համագործակցության համաձայնագիր ստորագրելու կապված նավթի արտահանման հետ եւ այլն։ Ավելին ասեմ, ցինիզմը այնքան էր հասել, որ Թրամփը Ռուբիոին, պետքարտուղարի նշանակեց Վենեսուելայի կառավարիչ։ Մենք վերադառնում ենք միջնադարյան եվրոպական իրականություններ, որտեղ տեղի ունենում արագ անեքսիա, մեծի կողմից փոքրին, իսկ իհարկե Վենեսուելան այդքան փոքր պետություն չի, բայց ԱՄՆ-ի հետ համատության մեջ իհարկե նա բնականաբար զիջում է համակարգային առումով եւ տեղի ունենում ինչ մեծի կողմից փոքրիկ կուլ տալ եւ այստեղ շատ հետաքրքիր ուրիշ բան։ ԱՄՆ-ը վճարելու է Վենեսուելայի նավթի դիմաց ծանր նավթ, որը աշխարհում Վենեսուելան առաջին պետությունն է ծավալներով, ոչ արտահանումով, այսինքն տեխնոլոգիապես ինքը խնդիրներ ունի եւ ԱՄՆ-ը վճարելու է այդ գումարը ինքն էլ որոշելու է թե Վենեսուելային որտեղ կօգտագործվի։ Այսինքն մենք ակնհայտ խոսում ենք անեքսիայի ենթարկված պետության մասին։ Հայտարարեց, թե որքան է արտահանվել ԱՄՆ-ը։ Այստեղ կա գեոպոլիտիկ էլեմենտներ, ով էր Վենեսուելայից նավթ գնում, Չինաստանը։ Չինաստանը ներդրումներ էր արել բավականաչափ եւ այլն, ակնհայտ է, որ հիմնական մրցակիցներից մեկը, դեռ Կիսինջերն էր այդ մասին ասում, ներկայիս ԱՄՆ ղեկավարությունները շատ լավ հասկանում դա իհարկե Չինաստանն է։ Ասել, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն հավասարության մեջ են գլոբալ ազդեցության մասով իհարկե այդպես չի։ Բայց Չինաստանը շատ խոշոր խաղացող է թե տնտեսության մասով, թե տեխնոլոգիայի մասով, թե ռազմատեխնիկական հզորությունների մասով։ Ռուսները այս process-ում ավելի շատ այսպես ներգրավված դիտորդ են, որովհետև ռուսները իրենց խնդիրները ունեն, ռուսները ամենածանր վիճակում են, որովհետև ռուսների դեմ 60 պետություն է կռվում Ուկրաինայում։ Եվ ռուսները աննախադեպ սանկցիաների մեջ են։ Այսինքն կա մի իրավիճակ Թրամփի պատկերացման մեջ, որ աշխարհը պետք է լինի ուժեղներին։ Այդ թվում նաև իր համար մրցակից ուժեղներին, այդ թվում նաև միգուցե Ռուսաստան, միգուցե Չինաստան, միգուցե իրենց փիլիսոփայությունը այդ լոգիկայի մեջ է, որ աշխարհը պետք է բաժանվի, եւ աշխարհի բաժանման մեջ իհարկե ԱՄՆ-ն պետք է լինի առաջինը, բայց մեծերով, այսպես գլոբալ աշխարհակարգ ստեղծող պետություններով պետք է որոշեն մյուս պետությունների ճակատագիր։ Եվ այդ հերթում, այսպես ասած, ամերիկյան պատկերացման առումով իհարկե Իրանը այսպես կա։ Բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա։ Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները շատ նաեւ, գիտեք ոնց, պիտակային, մի քիչ քառակուսի է անցալվել։ Այդ հարաբերությունները, այդում նաեւ վերջին պատերազմի ժամանակ այդքան էլ այնպես չէին, ինչ որ երևում էր, հա։ Օրինակ հարվածներ տեղի ունեցան Իրանի միջուկային հետազոտության օբյեկտների, բայց դրանից առաջ այդ օբյեկտներից ամբողջ ներուժը իրանական, այսպես ասած, միջուկային հետազոտությունները դուրս էր բերվել։ Այդ ով էր ասել իրանց այդ մասին։ Այսինքն գլոբալ քաղաքականությունը այն ինչ որ հաճախ մենք տեսնում ենք եւ իրական քաղաքականությունը հաճախ, դրանք իրար հետ այդքան էլ չեն համընկնում կամ ոչ միշտ են անհրաժեշտ չափով համընկնում։ Ինչ կատարում է Իրանում տնտեսական վիճակը բավական բարդ է եւ օբյեկտիվ պատճառներ։ Ներողություն, ինչպես ասացիք, Իրանը նույնպես մեծ խաղացող է, գերտերություն, բայց Միացյալ Նահանգները չի տեսնում իրեն համարժեք։ Բնականաբար դա անխոս ԱՄՆ-ը աշխարհի առաջին պետությունն է, դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները եւ լիարժեք ու ամբողջական առումով իրենք կարողանում են հոգուտ իրենց լուծել։ Եթե տեսական իրավիճակ լիներ, որ Վենեսուելայում, ասենք, պաշտպանության նախարարությունը երկրում հեղափոխություն աներ եւ պաշտպանության նախարարի ղեկավար դառնար ու այդտեղ ցամաքային օրինակ օպերացիա տեղի ունենա, ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգները դրա տակից դուրս չէր կարող։ Դա պատերազմի ուրիշ վիճակ է,
այդտեղ մաշվածության գործոնը, տեխնոլոգիական հզորությունները միշտ չի կամ անհրաժեշտ չափով չի որ օգտվում են։ Այսպիսի հատուկ օպերացիաների պարագայում իհարկե Միացյալ Նահանգները այսպես առաջնահերթ պետություններից մեկն է։ Նույնպիսի մոդել կարող են փորձել Իրանի դեպքում անել, հա։ Բայց այստեղ արդեն միայն ԱՄՆ չէ։ Իհարկե այստեղ ակտիվ ներգրավվածություն կունենա Իսրայելը, ինչու՞ չէ նաև Ադրբեջանն ու Թուրքիան, ամեն մեկը իրենց մասով։ Պարոն Ղևոնդյան, միջև իհարկե կհասնենք մեր տարածաշրջան, Թրամփի այս գործողությունների արդյունքում արդեն վերլուծաբանները ահազանգում են, որ միջազգային շուկայի կայունությունը կնվազի, մասնավորապես նավթային շուկայի, իսկապես տնտեսական ոլորտին լուրջ սպառնալիքներ են։ Ես տնտեսագետ չեմ, ես այսպես հավակնող կարծիքներ չեմ ներկայացնի, բայց ակնհայտ է, եթե Վենեսուելայի նման նավթային ծավալներ ունեցող պետությունը հայտնվում է ԱՄՆ-ի գերիշխանության տակ, իսկ այդ նշանակում է նաև ներդրումներ Վենեսուելա, ներդրումները, այսինքն նավթի այսպես շահագործման տեմպերի աճ եւ այլն, իհարկե կլինեն փոփոխություններ շուկաներում եւ ոչ միայն այդ շուկանում։ Այստեղ ուրիշ խնդիր էլ կա, չէ՞։ Չինաստանը Վենեսուելայից էր նավթ գնում։ Թրամփը պահանջ է դրել Վենեսուելայի ղեկավարության դեմ, որ Կուբայի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները խզվելու են։ Դա ինչ է նշանակում։ Գեոպոլիտիկ նոր հնարավորություններ եւ նոր ռիսկեր այս պետությունների եւ արդեն Վենեսուելայի մասով։ Միգուցե մենք Վենեսուելայի մասով արդեն պետք է անցյալով խոսենք, հա, որովհետեւ ինքը գտնվում է արտաքին կառավարման ներքո, հա։ Այդ աստիճան չէ, բայց մենք էլ ենք մոտորապես արտաքին կառավարման տակ գտնվում։ Այսինքն դա նշանակում է, որ Չինաստանը նոր շուկաներ պետք է փորձի գտնել նավթի ձեռքբերման եւ այլն։ Չինաստանը նավթ է ձեռքբերում Իրանից, հա, եթե Իրանի հետ կապված խնդիրներ լինեն, անկայունություն կլինի համապատասխան ծովային հատվածներում այդ ուղիների մասով, Չինաստանը պետք է փորձի նոր շուկաներ, դա իհարկե Ռուսաստանն է լինելու։ Այստեղ չկա մի այնպիսի իրավիճակ, որ սա կատեգորիկ մի կողմի համար վատ է, մյուս կողմի համար լավ է։ Ոչ, այստեղ կա այսպես բազմաչափության իրավիճակ։ Մեկի պարագայում, օրինակ Ռուսաստանի պարագայում նոր շուկաներ են բացվում, այսինքն եթե Չինաստանը ժամանակ 5% էր պայմանական վերցնում, միգուցե հիմա 7% վերցնի կամ 10% վերցնի։ Այսինքն կոնյունկտուրան իհարկե փոխվել է։ Ինչպես դա կարող դառնա, իհարկե այսպես անկայունության տեմպերը իհարկե կլինեն։ Կանք տարածաշրջան արդեն Վենեսուելայում իր ծրագիրը ավարտելուց հետո, ինչպես գիտենք, Թրամփը հիմա էլ ուզում է խառնվել Իրանի ներքաղաքական կյանքին, թեպետ պաշտոնական Թեհրանը արդեն զգուշացրել է շատ կոպիտ արձագանքով, հա, որ կկտրի ցանկացած ձեռք, որ կփորձի միջամտել Իրանի ներքաղաքական կյանքին, կփորձի խաթարել անվտանգությունը, բայց այնուամենայնիվ ինչ է կարծում, կփորձի Միացյալ Նահանգները միջամտել նաև Իրանի կյանքին, այս բախումներին, թանկացումների դեմ բողոքի ակցիային։ Նայեք, նախ Իրանում նախորդ տարին ծանր տարի էր տնտեսական առումով, երաշտի տարի էր, այն աստիճան, որ անգամ սկսեց քննարկում լինել, որ Թեհրանը պետք է տեղափոխվի, ջրի այսպես մեծ խնդիր կար, հա, սպառումը մեծ էր, աղբյուրները Ուրմիա լիճը չորացել էր։ Իհարկե նա օգտագործման ենթակա չի, բայց դա ցուցիչ է, որ իրավիճակը երկում բավական բարդ է։ Իրանը արդյոք գտնում է հետախուզական ռեգիոնալ եւ գլոբալ կենտրոնների ուշադրության կենտրոնում, իհարկե։ Այդ կենտրոնների մի շարք հետախուզական կազմակերպություններ ստորաբաժանում են Իրանում գործող իշխանության դեմ որոշակի քայլեր, ինստիտուցիոնալ պրոցեսներ են ձեռնարկում, դա նոր չի, վերջին 20 տարին, հա։ Այսինքն դա հյուսիսի ազերիներն են, դա սոցիալական կարիքով պայմանավորված այսպես տեղական ընդվզումները եւ այլն։ Իրանը, այն Իրանը, ինչի մասին մենք ավանդաբար խոսում ենք կամ ի նկատի ենք ունենում, դա կրոնապետական այսպես երևույթ երկիրը, հա, կայսրական պատկերացումներ ունեցող երկիրը հիմա մի քիչ փոխվել է, նու բավականաչափ փոխվել է։ Այսինքն կրոնական ավանդույթների, վարքաբանության շատ էլեմենտներ զիջվել են, որովհետև կան ներքին դժգոհության որոշակի մակարդակ, սոցիալական դժգոհության մակարդակ, որը գունավոր հեղափոխությունների գործիքակազմով, պրոպագանդիստական, մանիպուլատիվ, տեղեկատվական հոսքերի կառավարման, ներազդեցությունների, տարբեր տիպի այսպես խմբերի Իրանում այսպես ապստամբական գործողություններ նախաձեռնելու, դրանք ակտիվացնելու, տարածելու մասով իհարկե կարող են փոփոխություններ ունենալ այդ երկրում։ Թիրախը գործող կրոնապետական ռեժիմն է, այստեղ կա բավական նաև Ռայիսի սպանությունից հետո, ես հենց այնպես չեմ ասում սպանությունը, իրավիճակը այդ երկրում փոխվեց էականորեն, որ Ռայիսին ինքը ավելի պահպանողականության կրող էր, Սլեյմանին, Ռայիսի դրանք նույն գծի մարդիկ էին, հա, չենք ուզում ասենք դրանք նույն քաղաքական կոնյունկտուրան ներկայացնող շրջանակից էին, բայց այո, իրանք մոտ էին եւ Փեզեշքյանը այդ գծից չի։
իհարկե գծից չի, նոր չի, որ այդ գծից չի, Փեզեշքյանը այսպես մի կողմով նաև ազերի է, դա էլ ասեմ, եւ իհարկե Խամիենին երկկողմանի ազերի է, բայց դա չի հարցը, այստեղ կա ինստիտուցիոնալ կրոնապետության առանցքը, որի հիմքը հեղափոխությունների պահպանության կորպուսն է, իր գեներալիտետը։ Հիշում եք Իսրայել-Իրան վերջի այս պատերազմի ժամանակ ինչ տեղի ունեցավ, ոնց իմացան, որ այդ գեներալները այդ օր հավաքվելու են հենց այդ կետում եւ գենշտաբի բոլոր ղեկավարությանը, ստորաբաժանումների մի շարք կարևորագույն ստորաբաժանումների ղեկավարներին ոչնչացրեցին։ Ակնհայտ է, չէ՞ որ արտաքին աշխարհը, արևմտյան հիմնականում աշխարհը աշխատում է այդտեղ, հա, ու հասարակության սոցիալական կարիքը իրանք օգտագործելու են ընդդեմ ռեժիմի, հա։ Ունի այդ ռեժիմը խնդիրներ, իհարկե ունի, որ ռեժիմը չունի այդ խնդիրները, հա։ Պահպանողական ռեժիմները լիբերալ գլոբալիստական իրականության մեջ շատ ավելի են ունենում այդ խնդիրները ու հաճախ այդ գործոններ մարդկանց մանիպուլյացիայի արդյունքում օգտագործում են, որպեսզի այդ պետությունները փոփոխեն ներսից։ Իրանը պետք է արևմուտքին փոփոխված, իհարկե պետք է, արևմուտքը մինչև ուր կգնա, այդ արդեն հարց է, բայց Իրանն էլ ձեռքերը ծալած չի նստում, այսինքն այս ընթացքում Իրանը իր հրթիռային զորքերն է փոփոխում, տեխնոլոգիական առաջընթաց է իրականացնում, մի տեսակ աբսուրդային իրավիճակ է, Իրանը դրոնային, նայեք, Իրանը հետաքրքիր պետություն է, գտնվելով սանկցիաների տակ, աշխարհում ամենազարգացած դրոնային զորքեր ունեցող պետությունն է։ Այն աստիճան, որ արդեն ակնհայտ է, բաց է, Ռուսաստանը Իրանի հետ դրոնների մասով համագործակցում է։ Ուրեմն ռուսական դրոնները Ուկրաինայում, որոնք իրանական դրոնների մոդելով են ստեղծվել, ձեռք են բերվել, տեղափոխվել են Միացյալ Նահանգները, Միացյալ Նահանգները իրանական մոդելի դրոններ արտադրում, որոնք օգտագործել է Վենեսուելայում։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք Իրանի մասին, մենք պետք է հասկանանք, որ այդ այն պետությունն է, որ 20 տարի, 30 տարի սանկցիայի տակ է, բայց զարգանում է ու կարողանում է իր այսպես սահմանները, իր որոշակիությունը, իր արժեքները պահպանել։ Իրանի վերջո կփորձի կհամարձակվի միջամտել, ինչ եք կարծում, այստեղ էլ ինքնադրսևորվել Թրամփը։ Իրանք անընդհատ փորձում են, հասկանանք, Իրանը անընդհատ փորձում են ներսից պայթեցնել, որտեղ Իրանը բազմեթնիկ պետություն է, հա։ Օրինակ նախկինում Իրան պետություն չկար, կար Պարսկաստան, բայց քանի որ ինքը բազմեթնիկ պետություն է, որպեսզի խնդիրներ չլինի, որոշվեց, որ պետության անունը պետքա փոխել եւ սարքվի Իրան, չէ։ Հիմա 15 միլիոն ազերի ապրում։ Այդ իդեպ այդ ազերիները 44-օրյա պատերազմի ժամանակ սահմանին կանգնած ուղղորդում էին հեռախոսով Արցախի վրա հարձակվող ադրբեջանական զորքերի այսպես հրետանավորներին, բարիզմ ունի իմաստով, հա, ու Իրանը այդ առումով խոցել է, միշտ փորձել են պայթեցնել։ Մի ուրիշ խնդիր էլ կա։ Միգուցե այսպես դիմադրության օղակները փոքր խմբեր են, իսկ դրանք հիմնականում փոքր խմբեր են, դրանք դիվերսիոն գործիքակազմով աշխատած այսպես խմբեր են, բայց մեդիա աղմուկը շատ ավելի մեծ է։ Ու ամենակարևորը մեր իրականությունում մեդիա աղմուկն է, չէ՞։ Իրականում ասֆալտի վրա միգուցե իրավիճակը այնպեսի ինչ որ ինչպես ներկայացվում է տարբեր մեդիաների կողմից եւ դա նույնպես քաղաքականություն է։ Ես կարծում եմ, որ պահպանողական թևը փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի վերացնի այդ արհեստական, այսպես քաղաքականի տրանսֆորմացվող սոցիալական բունտերը, հա, բայց իզուր չի, որ հենց Թրամփը ասեց, որ մենք շատ ուշադիր ենք եւ ձեր այսպես արձագանքով Իրանի ղեկավարության արձագանքով, այսինքն եթե բռնություն լինի զանգվածային եւ այլն, մենք ինչ որ քայլեր կձեռնարկենք։ Պետք է հասկանալ, որ Միացյալ Նահանգների ղեկավարը շատ հակասական հայտարարություններ է անում։ Դա չի նշանակում, որ ինքը պրագմատիկ չի, իսկ անհրաժեշտ է հենց հակասական էլ անում է։ Իսկ ով ասեց, որ այդ ինքը ուղղակի չի գիտակցում, ամենին չի կարող ԱՄՆ-ի նախագահը լինել ու չի գիտակցել, դա հաճախ նաև այսպես իրավիճակն է փոխում, ընկալում է իրավիճակի, նաև հակառակորդ կողմից հնարավոր ԱՄՆ-ի ռեակցիաների ընկալումը եւ այլն։ Խոճապ է առաջացնում։ Իհարկե, եւ նաև դժվար է լինում քաղաքական պլանավորումը։ Այստեղ պետք է հաշվի առնել, որ նախկին Իսրայել-Իրան հակամարտության ժամանակ չնայած որ նշվել է, որ Իսրայելը գրեթե այսպես նա շատ քիչ կորուստներ ա ունեցել, խնդիրը մարդկային զոհերի մասին չի, ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների մասին, բայց ունեցել են բավական շատ ու ուղղակի Իսրայելը չի կարող Իրանի դեմ։ Ինքը տեխնիկապես չի կարող հրթիռային այն համակարգերի ու այն ծավալի դեմ հոպով աշխատի, ինչ որ ունի Իրանը, իսկ Իրանը ստորգետնյա բազմաթիվ բազաներ ունի ու իրական Իրանը, այսպես ասած, հողի տակ է, ռազմատեխնիկական իմաստով։ Դա գիտեն իհարկե արևմուտքը եւ այլն, Աստված չանի մեծ պատերազմ լինի, մենք այդ պատերազմի փլատակների տակ ենք մնալու։ Եվ վերջում պարոն Ղևոնդյան, այս ամենի համատեքստում հնարավոր է տարածաշրջանում ակտիվանան Ադրբեջանն ու Թուրքիան, հատկապես երբ զուգահեռաբար փորձվում է Ռուսաստանի եւ Չինաստանի դերը, հա, նվազեցնել։ Ես չեմ կարծում, իրենք пассив են, իրենք ամենաակտիվ ռեգիոնալ խաղացողներն են։ Թե Ադրբեջանը, ասենք Ադրբեջանի ղեկավարը կարծեմ 3 բավական լայն ու համընդգրկուն
հարցազրույցը շատ բաց տեքստերով խոսում էր, ասում էր Զանգեզուրի միջանցքը եթե չբացվեր, մենք ուժով կբացեինք եւ այլն, այն ինչ որ միշտ կա իրականության մեջ, բայց այդ մարդը բացահայտ ասում է, մենք Հայաստան անեքսիայի ենք ենթարկելու, ուզում եք չեք ուզում, մենք այդ քայլերը ձեռնարկելու, սա հատկապես գործող այսպես իշխանական թրքամետ պրոպագանդիստներին, հա, այսպես հանուն առևտրի կարող են նախնիների գերեզմանն էլ վաճառել կոնցեպտի շրջանակում, հա։ Ինչ որ նպատակը Թուրքիան առևտրային դիվանագիտություն է իրականացնում, էլի շատ գրագետ, հա, այսինքն Հայաստանի հետ օրինակ հարաբերությունների կոնտեքստում ամեն բան գրամ վաճառում է Հայաստանի վրա, բայց Հայաստանը դեռ ոչ մի օգուտ չի ունում, բացի PR-ից։ Գործող վարչապետը Թուրքիայի հետ հարաբերությունները վաճառում է հայ հասարակության վրա։ Օրինակ առաջիկայում, այս առաջիկա 2 ամսվա մեջ հայ-թուրքական իմաստով փոքրիկ սիմվոլիկ քայլեր են լինելու, դա հիմնականում Մարգարեի կամուրջի բացման հետ կապված, բայց Հայաստանի համար չի լինել։ Երրորդ պետությունների համար։ Հետաքրքիր երրորդ պետությունը ո՞րն է։ Իսկ թվում Ադրբեջանն է այնուամենայնիվ, հա։ Ու այն այսպես իբր կոմունիկացիոն ապաշրջափակումը, որը միֆ է, գիտեք, չկա տես բան։ Ուղղակի չկա։ Ուղղակի բացահայտ սուտ է։ Այսինքն Ադրբեջանից, Ղազախստանից ինչ որ ցորեն է գալիս Վրաստանով, կարևոր չի տեսակի ցորենը։ Վրաստանով մտնում է ու հայ հասարակության վրա գործող վարչապետը դա վաճառում է որպես կոմունիկացիաների ապաշրջափակում, չկա այդպես։ Մեկ այլ թեմա է, հուսամ մենք հետաքրքիր զրույց կունենանք առաջիկայում նաև այս թեմայի շուրջ։ Շնորհակալ եմ կրկին մեզ մոտ հրավիրելու համար։ Ձեզ շնորհակալություն սիրելի հետևորդներ, մեզ դիտելու եւ լսելու համար։ Ես հիշեցնեմ, որ Հայրենիք մեդիայի եթերում բացառիկ հարցազրույցներ եւ իմ զրուցակիցը քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն էր։ Առողջ եղեք, կհանդիպենք։